Բարի երեկո արգելի հետևորդներ, եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Մթովյանն եմ, կարևորը նախամարոտ։ Թվեր, պահանջներ և հատուկ մշակված քարոզչություն, որտեղից հայտնվեց 300,000-ի թիվը, ինչ նպատակ է հետապնդում այդ արշավը և ինչու են փորձագետները զգուշացնում, որ խնդիրը վաղուց միայն հայտարարությունների մակարդակում չէ։ Ադրբեջանը կեղծ տերմինի տակ կառուցում է իր քաղաքական պահանջները, ինչու է Բաքուն համառորեն միջանցքի թեման պահում օրակարգում և ինչու է Երևանը խուսափում դրան հրապարակային արձագանքելուց։ Հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի մեքենան, ինչ մանրամասներ են հայտնի։ Բռնություն, հայոյանք, հարձակում, ովքեր են հարձակվել Նայիրի Հոխիկյանի վրա։ Գաղափարներ, լուծումներ, թե քաղաքական հակառակորդին վարկաբեկելու փորձեր, ինչն է այսօր գերիշխում ընտրական պայքարում և ինչի հիման վրա է ընտրողը կայացնում իր որոշումը։ Դատախազությունը կրկին բացել է մարտի 1-ի թղթապանակը։ Գլխավոր դատախազը մարտի 1-ի գործի վերաբերյալ նոր հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների՝ Պողոս Պողոսյանի, Վալերի Գրիգորյանի, Հայկազ Բաղմանյանի, Լևոն Երանոսյանի նկատմամբ։ Նրանց մեղադրում են պաշտոնատար անձի պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, որն էական վնաս է պատճառել, առաջացնելով ծանր հետևանքներ հոդվածի հատկանիշներով։ Ըստ դատախազության նրանք օժանդակել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին և մի քանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում մարտի 1-ի գործի վերաբերյալ մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին պաշտոնեական լիազորություններն անցնելուն։ Մինչ իշխանությունը հերթական փորձն է անում մարտի 1-ի գործը բացահայտելու, երկրում արձանագրվում են արատավոր երևույթներ։ Մեդիա փորձագետ Նայիրի Հոխիկյանն է ահազանգ հնչեցրել, որ օրը ցերեկով հարձակվել են իր վրա, բռնություն գործադրել, հայոյել։ Ասում է, հարձակվողները իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներ են։ Ինչ է տեղի ունեցել, ովքեր են հարձակվել, ռեպորտաժում։ Մեդիա փորձագետ Նայիրի Հոխիկյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Նրա պնդմամբ իր դեմ իր տան մոտ հարձակում է տեղի ունեցել, բռնություն գործադրողն էլ ՔՊ ներկայացուցիչ Գևորգ Խաչատրյանը։ Դեպքը տեղի է ունեցել Նորակերտ գյուղում։ Տան տեսախցիկները միջադեպը չեն ֆիքսել, քանի որ տեսախցիկի մալուխը նախապես կտրված է եղել։ Տեղում ինձ օգնության հասած հարևանները կանխել են հանցանքը և ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո պարզել եմ, որ տանս արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։ Ամենայն հավանականությամբ այն կտրվել է նախորդ գիշեր, որովհետև մինչ այդ տեսախցիկն աշխատել է։ Ժամանել են ոստիկանության ծառայողները, որոնց ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին, որպես խուլիգանություն և հարձակում իմ տան վրա։ Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանի տեղեկություններով Հոխիկյանի տուն գնացողները հայր ու որդի են։ Նրանք գնացել են ՔՊ-ին քննադատելու համար Հոխիկյանից պատասխան պահանջելու։ Դու գնում ես մեկի վրա հարձակվում ես, հետո ամբողջ աշխարհով զռում ես, որ քո վրա են հարձակվել։ Նայիրի Հոխիկյանի դեպքում ինչ եղավ։ Երկու հոգի քաղաքացիական պայմանագիր այդ ահաբեկչական խմբավորումից իմ տեղեկություններով հայր ու որդի գնացել էին, ասել էին, բա այդ մեզ ինչի ես քննադատում։ Սենց ինչի ես վիրավորում, բան, դե Նայիրին էլ ասելա, դե մի ցույց տվեք ինչն եմ վիրավորել, ինչ բան են ցույց տվել, որ իրենց հետ կապված չի եղել, հետո հայհոյել են, սկսել են հարվածել, Նայիրին էլ հարվածել, հետո խաղալի կատրճանակա բարեբախտաբար մոտը ունեցել, հանելա, վախացրելա։ Բացի ՔՊ-ի հասցեին Հոխիկյանի հնչեցրած քննադատություններից Իշխանյանի կարծիքով նաև նրա հեղինակած գիրքն է հունից հանել իշխող քաղաքական թիմին։ Գիրքն Արցախի մասին է։ Եվ եթե հարձակում են կատարում քաղաքացիական պայմանագրին քննադատելու համար, այս գիրքը գեղարվեստական միջոցով է այդ քննադատությունը նաև իրականացնում։ Դրա համար նաև կարող ենք համարել, որ սա նաև ստեղծագործողի դեմ գրոհ է եւ ազատ խոսքի ազատ արտահայտման եւ ստեղծագործության։ Նիկոլ Փաշինյանին պատկանող հայկական ժամանակ օրաթերթն էլ հղում անելով իր աղբյուրներին գրել է, թե Նայիրի Հոխիկյանն է նախահարձակ եղել։ Ըստ օրաթերթի վիճաբանություն է սկսվել նախընտրական պաստառի շուրջ, Հոխիկյանն էլ իբր վիրավորել է ԿՊԱ-ականներին, ապա հարվածել նրանց ու զենքի միջոցով սպառնացել։ Քննչական կոմիտեն նույն միջադեպի մասին 2 հաղորդում է ստացել։ Հոխիկյանն ու Գևորգ Խաչատրյանը միմյանց դեմ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել։
Նորակերտում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ստացվել է առերևույթ հանցանքի մասին 2 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, խուլիգանության, հոգեկան եւ ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեդիափորձագետի դեմ հարձակումը դատապարտել են մի շարք քաղաքական ու հանրային դեմքեր։ Genesis Armenia ուղեղային կենտրոնն էլ իրավապահ մարմիններից պահանջել է բացահայտել միջադեպի բոլոր հանգամանքները։ Խստագույնս դատապարտում ենք մեդիափորձագետ եւ լրագրող Նայիրի Հողիկյանի նկատմամբ իրականացված հարձակումը։ Նախընտրական Հայաստանում իշխող կուսակցության թողտվությամբ եւ միտումնավոր լռության պայմաններում վախի մթնոլորտի տարածումն ու կիրառումը խոսում է բացառապես մտքի տերորն ու անպատժելիության մշակույթը օրինականացնելու մասին։ Մենք գործ ունենք ոչ միայն մեկ քաղաքացու եւ լրագրողի իրավունքների կոպտագույն խախտման, այլև խոսքի ու մտքի ազատության, մամուլի անկախության եւ ժողովրդավարական հիմնարար արժեքների ոտնահարման հերթական դրսեւորման հետ։ Անթույլատրելի է, որ քաղաքական որևէ ուժի ներկայացուցիչ բռնության, սպառնալիքի, հայհոյանքների կամ ճնշման միջոցով փորձի լռեցնել այլակարծությունը, փորձի առևանգել կամ ահաբեկել իշխանության գործունեությունը քննադատող անձանց։ Մեկ այլ միջադեպի մասին էլ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն է ահազանգ հնչեցրել։ Նա տեղեկացրել է, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քննադատելուց հետո անհայտ անձինք գնացել են իր բակ, նկարել են նրա ավտոմեքենայի համարներն ու հեռացել են։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Տեղի ունեցածի մասին քիչ հետո տաղավարում զրուցելու է մեդիափորձագետ Նայիրի Հողիկյանի հետ։ Իսկ այս գիշեր այրել են Սրբազան պայքար շարժման անդամ բլոգեր Արմեն Ալեքսանյանի մեքենան։ Ըստ Ալեքսանյանի մեքենան հրկիզել են քաղաքական հայացքների պատճառով։ Կադրերից երևում է, որ հրդեհը բռնկվել է մեքենայի սրահում վարորդի նստատեղի տարածքում։ Ակտիվիստն ասել է, որ մեքենայի կողքին կիսադատարկ շիշ են գտել, մեջը վառելիք։ Միանշանակ գիտավորություն է, չի կարա նման բանը մանավանդ այս ընդդիմադիր դաշտում լռեցնելու փորձ են ուզում անեն, որ մեզի լռեցնեն, մեր տեսակին լռեցնեն։ Փորձել են սրանից 1 տարի առաջ, 2 տարի առաջ կալոս ճղել, հայլի ջարդել, ավտոյի ֆար ջարդել, այս անգամ արդեն մեքենա են պատժառ տալի։ Նստեցրեցին էլ 8 ամիս էլ կալանավորեցին էլի, հերանք չլռեցին, էլի խոսում են, էլի բարձրաձայնում են։ Հիմա փորձում են արդեն ընդդիմադիր դաշտին սենց նման ստոր ձևով մեքենա են վառում, կարող է մյուս անգամ փորձ անել մարդուն էլ սպանեն, ամենից սպասում են մարդուն այս մարդկանցից։ Սրբազան պայքարի գործի փաստաբան Սերգեյ Հարությունյանն էլ ասում է, ակնհայտ է, որ մեքենան դիտավորյալ հրկիզել են։ Պատճառների մասին Հարությունյանը պնդումներ չի անում, թեպետ ինքն էլ է կասկածում, որ Ալեքսանյանին ցանկանում են լռեցնել։ Այն հանգամանքը, որ մեքենան հրկիզվել է, այդտեղ արդեն պարզ է, որ դիտավորությունն առկա է, այսինքն ինքնահրկիզում չի եղել, մեքենան չի խոտանված եղել ու հրկիզվել, որքանով իր խոսքից, իր մեկնաբանությունից պարզ եղավ, ինչ որ հերավար նյութ է ակնհայտ կերպով տեսել ինքը մեքենայում, պարզ է, որ դիտավորություն կա, թե դիտավորությունը ինչով է պայմանավորված քաղաքական գործունեությամբ, թե, չգիտեմ, անձնական, չեմ կարող ասել, բայց հավանական եմ համարում, որ դա պայմանավորված լինի հենց իր խոսքով, իր բլոգերական մեկնաբանություններով, իր ընդդիմադիր հայացքներով, որովհետև մենք տեսնում ենք, որ որքան ընտրությունները մոտենում են, այնքան ավելի նմանատիպ դեպքեր դիպվածներ լինում են։ Նախ ի սկզբանե Արմեն Ալեքսանյանի նկատմամբ այդ շինծու վարույթը որ կար, որ ամբողջ 18 տարթարների պարագայում է շինծու, բայց իր պարագայում եթե իրեն անդրադառնան, այսինքն աբսուրդային է, որևէ ապացույց չկար, որ նա այդ 18 տարթարների գործով որևէ քերոն հետապնդելի արարք է կատարել, պարզ է, որ դա իրեն լռեցնելու համար էր, որովհետև իր քննադատական խոսքը, իր հումորային մեկնաբանությունները երևի ինչ-որ մարդկանց ցավացնում էին։ Իսկ արցախցի Արթուր Օսիպյանի կալանքի դեմ այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել նախագահական նստավայրի դիմաց։ Ակցիայի մասնակիցները անժամկետ նստացույց են սկսել պահանջելով ազատ արձակել Օսիպյանին։
Քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին եւ դիվանագիտական առաքելություններին, հրավիրելով նրանց հրատապ ուշադրությունը Արթուր Օսիպյանի կալանավորման եւ նրա նկատմամբ շարունակվող քրեական հետապնդման վրա։ Transparency International Հայաստան կազմակերպությունը դիմումով մտահոգություն է հայտնում, որ Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու ազատազրկումը կարող են լինել անհիմն, անօրինական եւ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Օսիպյանին կալանավորել են ընդամենը Փաշինյանի մոտենալու եւ հարց ուղղելու համար։ Սա այս քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միակ դեպքը չէ։ Այսօր էլ քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի ընթացքում Երևանի Արարատյան զանգվածում զոհվածի մայրը Մարիամ Վարդանյանը փորձել է մոտենալ Փաշինյանին, սակայն նրա ճանապարհը փակել են ոստիկանների եւ ԿՊ ներկայացուցիչները։ Reclamamos por pasar terbi. Հանգստացեք դա։ Չի վայելելու ինքը, երկնային դատաստան։ Հանգստացեք։ 25 օր շարունակ քաղաքական ուժերը շրջում են քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, հանդիպում ընտրողներին, ներկայացնում իրենց ուղերձները։ Բայց եթե փորձենք հիշել վերջին շաբաթների ամենակննարկված հայտարարությունները, դժվար թե առաջին հերթին մտաբերենք տնտեսական, սոցիալական կամ անվտանգային ծրագրեր։ Ավելի հաճախ հանրային ուշադրության կենտրոնում են հայտնվել կոշտ ելույթները, փոխադարձ մեղադրանքներն ու քաղաքական հակամարտությունները։ Այս ֆոնին հարց է առաջանում, քարոզարշավը դեռ ծրագրերի մրցակցություն է, թե արդեն վերածվել է քաղաքական հակառակորդների դեմ պայքարի հարթակի։ Դիտենք ռեպորտաժը։ Տասնյակ համայնքներ, հարյուրավոր կիլոմետրեր, ամենօրյա հանդիպումներ ու ուղիղ եթերներ։ Քարոզարշավի 25-րդ օրն է, իսկ քաղաքական քննարկումների առանցքում ոչ թե կուսակցությունների ծրագրերն են, այլ նրանց քարոզչական մարտավարությունը։ Ինչն է այսօր գերակշռում ընտրապայքարում, ապագայի տեսլականն ու ծրագրային առաջարկները, թե քաղաքական հակառակորդների դեմ հայտարարությունները։ Մայիսի 8-ից մեկնարկած քարոզարշավի ընթացքում իշխող ուժի գլխավոր խոսնակն անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Նա քննադատում է մրցակիցներին, սպառնում պետականացնել ունեցվածքը, անգամ սատկացնել, փակել վանդակում։ Սակայն քաղտեխնոլոգ Արմեն Բադարյանը կարծում է, որ քարոզարշավի սկզբնական փուլում իշխանության հիմնական ուղերձն այլ էր։ Սկզբնական շրջանում նա խոսում էր խաղաղություն եւ պատերազմ երկընտրանքի մասին, նշելով, որ իր քաղաքական գիծը դա խաղաղության գիծն է, իսկ ընդդիմադիր հիմնական երեք ուժերի այն է ուժը Հայաստան դաշինք եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների առաջարկածը պատերազմ։ Բայց ըստ քաղտեխնոլոգի մոտ մեկ շաբաթ անց ընդդիմադիր ուժերը կարողացան կոտրել այդ բովանդակային սցենարը, ինչից հետո Փաշինյանը չգտավ նոր ասելիք եւ վերադարձավ նախկին ներկա թեմային։ Բադալյանի խոսքով մրցակցին քննադատելու վրա կառուցված քարոզարշավը քաղաքական տեխնոլոգիաներում հայտնի եւ լայն կիրառվող մեթոդ է, սակայն այն արդյունավետ է միայն որոշակի պայմաններում։ Հակակայլի ռազմավարություն է կոչվում, երբ որ քո ամբողջ ռազմավարությունը կառուցում ես ոչ թե քո ծրագիրը ներկայացնելու, այլ մրցակցին քննադատելու։ Դա աշխատում է միայն այն ժամանակ, երբ որ քո մրցակիցը բավականին բարձր հակավարկանիշ ունի եւ երբ որ դու իր բավականին արդյունավետ քննադատում ես, այդ իր հակավարկանիշի հիման վրա, այսինքն հակաընտրազանգված հակավարկանիշը ցույց է տալիս հակաընտրազանգվածի ֆիզիկական ծավալը։ Մինչև քաղտեխնոլոգը խոսում է քաղաքական տեխնոլոգիաների արդյունավետության մասին, սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը խնդրին նայում է հանրային ընկալումների տեսանկյունից։ Նրա խոսքով ընտրարշավում թե դրական, թե բացասական PR-ը բնական երևույթներ են։ Երբ որ դու քեզ ես գովում, սպիտակ PR է, երբ որ ուրիշներին փնովում ես սև PR։ Սովորաբար բալանսավորված պիտի լինի այդ ամբողջը, որովհետև մենք ոչ թե ուզում ենք ընտրել մեկին, որովհետև մյուսները վատն են, այլ որովհետև ինքն է լավը։ Սոցիոլոգը միաժամանակ վիճարկում է տարածված այն կարծիքը, թե ընտրողներին ծրագրերը չեն հետաքրքրում, նրա ներկայացրած հետազոտությունների համաձայն քաղաքացիների համար առաջին հերթին կարևոր է քաղաքական ուժի գաղափարախոսությունն ու առաջարկվող լուծումները։ Մեր սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջի հերթին բնակիչների
նախապատվություններում առաջի հերթին կարևորում են գաղափարախոսությունը, երկրորդը պատմությունն է տվյալ ուժի, ընդհանրապես այս ժողովուրդը պատմություն կարևորող ազգ է եւ այս ուժը ինչ պատմություն ունի նեգատիվ, պոզիտիվ կամ չունի պատմություն, այս ամբողջը երկրորդ տեղում է եղել մեր հետազոտություններում եւ երրորդն է միայն որ այս կամ այն քաղաքական ուժի առաջնորդն է որպես գործոն համարվում կարևոր, թե ով է առաջնորդը, իսկապես անհատականացված է մեր քաղաքական կյանքը։ Քարոզարշավի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ իշխանության հիմնական հրապարակային դեմքը հենց Նիկոլ Փաշինյանն է, թեև քաղաքացիական պայմանագրում ըստ Աթանեսյանի տեսանելի է նաև թիմային աշխատանք, այս հասարակության մեծ մասի համար կուսակցությունը շարունակում է նույնացվել գործող վարչապետի հետ։ Բնակչության մեծամասնության կողմից ԿՊ-ն ընկալում է որպես Փաշինյան իսկապես եւ նա իր ըստ էության կերպարով իր պոպուլիստական կենսաձևով, ինչը որ նաև 21-րդ դարում կարևոր ռեսուրս է, կարևոր, որովհետև իսկապես բերում է ձայներ պոպուլիզմը։ Իր այդ անհատական ներդրումներով, այո, կարողանում է կուսակցությանը մեծ ռեսուրս տալ։ Քարոզարշավի ավարտին մնացել են հաշված օրեր, այս ընթացքում ընտրողը լսեց թե խաղաղության ու անվտանգության մասին խոստումներ, թե կոշտ քաղաքական հայտարարություններ, փոխադարձ մեղադրանքներ ու քննադատություններ։ Ըստ Աթանեսյանի վերջին տարիների ծանր իրադարձություններից հետո հասարակությունը քաղաքական ուղերձներն ավելի զգացմունքային է ընկալում։ Իսկ ի վերջո ո՞րն է ավելի մեծ ազդեցություն ունենալու՝ զգացմունքային ուղերձները, թե քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերը։ Պարզ կդառնա արդեն քվեարկության օրը։ Հակակոռուպցիոն կոմիտեն և ներքին գործերի նախարարությունը հայտարարել են, թե Բարգավաճ Հայաստան կուսակցության Աբովյանի տարածքային գրասենյակի պատասխանատուն հիշյալ կուսակցության անդամների և նրանց հետ գործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի քանի ընտրողների խոստացել և տվել են ընտրակաշառք։ Հակակոռուպցիոն կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ, ձերբակալել մի քանի անձանց, կատարել են խուզարկություններ։ Ադրբեջանը շարունակում է խոսել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Պաշտոնական Երևանը փորձում է միջազգային հարթակներում պայքարել այսպես կոչված այդ տերմինի դեմ, պնդելով, որ այն վնասում է խաղաղության գործընթացին։ Սակայն մինչ Երևանը պայքարում է տերմինների դեմ, Բաքուն նույն բառապաշարը տեղափոխում է նոր հարթակներ։ Այս անգամ էներգետիկ ֆորում։ Իլհամ Ալիևը ոչ միայն հերթական անգամ գործածել է Զանգեզուրի միջանցք ձևակերպումը, այլև այն ներկայացրել որպես ապագա տարածաշրջանային նախագծի անխուսափելի մաս։ Երբ մի կողմը խնդրում է չասել, իսկ մյուսը շարունակում է կրկնել, հարց է առաջանում. ով է ձևավորում միջազգային օրակարգը եւ ինչու է Զանգեզուրի միջանցքը կրկին հայտնվել քննարկումների կենտրոնում։ Հարցերի պատասխանները փորձել է գտնել Անիա Բաղյանը։ Դուք օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ։ Մեկ տարի առաջ ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանը բարկացել էր Եվրախորհրդարանի падգամավորի վրա Զանգեզուրի միջանցք արտահայտության համար։ Դուք Վաշինգտոնի համաձայնությունների մասին եք խոսում, բայց օգտագործում եք բառապաշար, որ Վաշինգտոնի որևէ թղթի մեջ չկա, ընդհանրապես չի եղել եւ ավելին վնաս է բերում խաղաղության գործընթացին։ Մինչ Փաշինյանը զայրանում է, ընդգծում այդ բառապաշարը վնասում է խաղաղության գործընթացին, Իլհամ Ալիևն ավելի քան 5 տարի անխռով կիրառում է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Ամենաթարմն այսօր էր Բաքվում կայացած էներգետիկ ֆորումի ընթացքում։ Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա արևելք-արևմուտք միջանցքի ևս մի ճյուղ, անպայման կկառուցվի 2025 թվականի օգոստոսի 8-ին։ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ իմ միջև ստորագրված փաստաթղթի համաձայն։ Ալիևը Զանգեզուրի միջանցքի մասին խոսույթը տեղափոխում է էներգետիկ ֆորումների հարթակ, այն ներկայացնելով ոչ միայն որպես քաղաքական վեճի առարկա, այլ նաև որպես տարածաշրջանային էներգետիկ եւ լոգիստիկ ցանցերի մաս։ Հարթակն ու ժամանակահատվածը պատահական չի համարում քաղաքագետը։ Սա անում են հիմա, երբ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև տարաձայնություններ կան գազի գնի, ստորագրված փաստաթղթերի շուրջ։ Երբ որ էներգետիկ ֆորումի ժամանակ հնչեցվում է Զանգեզուրի միջանցքի մասին եւ դա նաեւ կապում է ներկայացների տարանցիկ կողմեր կառուցելուն, բնականաբար Ադրբեջանը ցույց է տալի, որ այդ երկրները պետք է շահագրգռված լինեն, որ Ադրբեջանը վերահսկի Հայաստանի հարավը, այսինքն այդ
հզոր երկրները նույնպես դրանում շահագրգռված են։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանի պնդմամբ Ադրբեջանի հիմնական ռազմավարական նպատակը շարունակում է նույնը մնալ՝ ունենալ կապ Նախիջևանի հետ Սյունիքով անցնող միջանցքով, ոչ թե ճանապարհով, եւ այդ պահանջը Բաքուն չի թաքցնում։ Եթե դու գնում ես խաղաղության պայմանագրի կնքման, երբեք չես փորձի քո այսպես կոչված շարքարտավոր գործընկերին հանդիպես Փաշինյանին ստորացնել, իսկ ինքը բարբերաբար դառնում է անում, կոչելով այն Զանգեզուրի միջանցք եւ խոսելով 300,000 ադրբեջանցիների վերադարձի ծրագրի մասին։ Այսինքն սա նշանակում է, որ այսպես կոչված ծորվա ռեժիմի խաղաղության այս PR ակցիան կանում է ամբողջովին կեղծիք է։ Հիմնված սպի վրա Ալիևի ворթեգրած քաղաքականությունը միջազգային հարաբերությունների լեզվով հստակ բացատրություն ունի, նշում է Դանիելյանը։ Երբ շարունակաբար գործածում են Զանգեզուրի միջանցք եզրույթը, հնարավորություն են ստեղծում նոր պահանջներ ձևավորելու։ Սա արդեն միջազգային անվանում է դառնում Ադրբեջանի ջանքերով։ Այս անվանումները չափազանց կարևոր են, որտեղ այդ անվանման մեջ արդեն ենթադրվում է, որ Հայաստանի հարավը մի տարածք է, որը կորպորացված է Ադրբեջանի հարավային տարածքի հետ։ Դրա հաջորդ քայլը լինելու է արդեն վերահսկողության պարտավորություն, որ Ադրբեջանը կպահանջի, եւ կասես այ ազգային շահերին վերաբերվում գազամուղ է, նավթամուղ է, անցնում երկաթգիծ է, անցնում ճանապարհներ են, անցնում ինժեիտ երկու հատվածներն է միավորվում դրանով, եւ դա կարող է ապագայում արդեն դառնալ տարածքային պահանջ։ Պաշտոնական Երևանը Ալիևի Զանգեզուրի միջանցք տերմինը նորից գործածելու վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել։ Մինչ Փաշինյանն ուղում էր Եվրախորհրդարանի պատգամավորներին, ՄԱԿ-ի ամբիոնից հորդորում Ալիևին չասել Զանգեզուրի միջանցք, Ադրբեջանում արտահերթ նիստ էր հրավիրվում Թրամփի ուղին Ալիևի անունով կոչելու համար։ Եվ այդ արտահերթ նիստը Բաքուն հրավիրել էր Սպիտակ տան ստորագրված համաձայնագրից ուղիղ 1 ամիս 1 օր անց Միլի Մեջլիսի առաջին փոխոսնակի գլխավորությամբ։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը հունիսին սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ արդյունավետ քննարկումների։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանն ածխաջրածնային ոլորտում գործակցության երկար պատմություն ունեն եւ հանձնառու են մատչելի եւ հուսալի էներգիա մատակարարելու։ Եզրափակելով Թրամփը նշել է, որ համատեղ ջանքերը կնպաստեն խաղաղությանը, կընդլայնեն բարգավաճումը եւ կձևավորեն ավելի անվտանգ ապագա, ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի համար։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման շարունակում է ակտիվ քննարկվել նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Նախագծի հնարավոր տնտեսական եւ քաղաքական հետևանքներին անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կասկածի տակ դնելով դրա արդյունավետությունն ու զգուշացնելով տարածաշրջանային նոր ռիսկերի մասին։ Խոսքը մի ճանապարհի մասին է, որ միացնում է Ադրբեջանն ու Նախիջևանը։ Ավելին այդ հարց համրագրված էր դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ հայտարարության 9-րդ կետում։ Հիմա դա ստացել է թրիպ անվանումը եւ ուղեկցվում է լայնամասշտաբ գովազդային արշավով։ Իրանի բացասական արձագանքի ռիսկերը նվազեցնելու համար նախագծում կարելի էր ներգրավել Ռուսաստանին կամ Չինաստանին, չհրաժարվելով ԱՄՆ-ի հետ գործակցությունից եւ չդիպչելով ամերիկյան նախագահի ինքնասիրությանը, կարելի է նախագիծը ավելի օգտակար դարձնել Հայաստանի համար եւ միաժամանակ չեզոքացնել հնարավոր ռիսկերը։ Նույն թեմային անդրադարձել է նաև Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ընդդիմադիր պատգամավորը կասկածի տակ է դնում կառավարության ներկայացրած ենթակառուցվածքային ծրագրերը, դրանք որակելով նախընտրական հերթական խոստումներ։ Լավ, եթե ամենակարճ ճանապարհն ունենալու համար անհրաժեշտ է Վանաձորի ու Իջևանի ճյուղերն իրար միացնել, բա թրիփնելում է պետք։ Չէ որ հայտարարում էին, որ թրիփը արևմուտքը կապելու է արևելքի հետ Բոսֆորից անծայրածից Չինաստան։ Բաքու-Թբիլիսի Կարս, Կարս-Իգդիր Նախիջևան, թրիփ ու դեռ մի հատ էլ արևելք-արևմուտք։ Կատակ է անում, նույնիսկ Բաքու-Թբիլիսի Կարս գիծն է թերբեռնված, էլ ուր մնաց 3 համարյա զուգահեռ երկաթգծեր։ Բայց միջանցքը միակ խոսույթը չէ, որ Ադրբեջանը բերում է միջազգային քննարկումների օրակարգ։ 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին խոսույթը վաղուց արդեն միայն ադրբեջանական ներքին սպառման թեմա չէ։ Այն հայտնվել է միջազգային փաստաթղթերում, քննարկվում է տարբեր հարթակներում եւ աստիճանաբար տեղ է գտնում նաեւ հայկական հանրային դաշտում։
Մինչ պաշտոնական Երևանը վստահեցնում է, որ նման հարց օրակարգում չկա, Բաքվում տարիներ շարունակ ձևավորվում է մի օրակարգ, որի առանցքում այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձն է, որտեղից հայտնվեց 300,000 թիվը եւ ինչու է այն շարունակում շրջանառվել միջազգային մակարդակով, Սեդակ Յուրեղյանի ռեպորտաժում։ Հայաստան 300,000 ադրբեջանցի կգա, մինչ Հայաստանի իշխանությունը շարունակում է հերքել։ Մենք նման հարց երբեք չենք քննարկել, երբեք։ Ադրբեջանում մեծ համայնք են ստեղծել, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիներն իրենց վերադարձի իրավունքն են արծարծում միջազգային ատյաններում։ Անգամ ՄԱԿ-ի փաստաթղթերում են հասցրել ամրագրել 300,000 թվի մասին, բայց որտեղից սկիզբ առավ այս թիվը։ Խնդիրը շրջանառության մեջ է դրվել 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, 2 ամիս այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախ ճանաչել է Ադրբեջանի մաս։ 2023-ին Արցախի օկուպացումից հետո Ադրբեջանը պետական մակարդակով 100,000-ավոր քաղաքացիների Հայաստանի տարածք վերադառնալու մասին էր խոսում, անգամ չնշելով Հայաստանի Հանրապետություն ձևակերպումը։ 300,000 թիվը հստակեցրեց Ալիևը Ռոսիա 24-ին տրված հարցազրույցի ընթացքում։ Հայաստանից 80-ականների վերջին 90-ականների սկզբին արտաքսված 300,000 ադրբեջանցի փախստականների համայնքը պաշտոնապես դիմել է Հայաստանի կառավարությանը, որպեսզի իրենց համար ստեղծվեն վերադարձի եւ վերաինտեգրման պայմաններ։ Երբ թիվը սկսեց շրջանառվել ոչ միայն ադրբեջանական, այլև հայկական մեդիատիրույթում, խոսվում էր անգամ 300,000-ից մեծ թվերի մասին։ Բայց արդյոք 1980-ից 90-ականներին Հայաստանում այդքան ադրբեջանցի է եղել։ Թվերը ոչ մի կապ չունեն իրականության հետ, որովհետև խորհրդային Հայաստանում 89 թվականի մարտահամարի տվյալներով ընդամենը 84,000 ադրբեջանցի ապրել, իսկ խորհրդային Ադրբեջանում նույն մարտահամարի տվյալներով հայերի թիվը գերազանցում է 390,000-ը։ Նախ թիվ են հայտարարում, հետո փոխում թվերը, ապա փափուկ ուժով նման թեմաները հրամցնում են հասարակությանն այնքան, մինչև մարդկանց համար մի օր սովորական է դառնում խոսույթը։ Անընդունելի այդ ճանապարհի սկզբին ենք, ահազանգում են փորձագետները։ Սկսել են առևտրի ոլորտից, նավթամթերք, ցորեն, շինանյութ, հասարակ տնտեսական ու պարենային ապրանքներ են, չէ՞։ Իրենք ադրբեջանական ներկայության տնտեսական միջավայրն են ձևավորելու աստիճանաբար։ Եվ մենք դա տեսնում ենք, ինչպես նշեցի, այդ իբրև թե հայ-ադրբեջանական տնտեսական կապեր ասվածով, եւ սա լինելու է իհարկե դրվագներից մեկը, որովհետեւ զուգահեռ այլ տնտեսական այսպես պրոցեսներ կծավալեն, որոնց միջոցով ադրբեջանական ներկայությունը Հայաստանում փափուկ ուժի աստիճանական տրամաբանությամբ կդառնա ավելի ու ավելի շատ։ Առնվազն այս փուլում խոսքը ֆիզիկական տեղափոխության մասին չէ։ Տնտեսական բաղադրիչն է ընտրվել մարդկանց ադապտացնելու համար, բայց տնտեսությունը միակ բաղադրիչը չէ, այն մեծ համակարգի մի մասն է։ Բնակեցման այդ տրամաբանության մեջ դիտարկում են ամբողջ կոմպլեքսի ձևավորում, որը բնականաբար իր մեջ ներառելու է տնտեսական պայմանների ձևավորումը, որում պետք է այսպես կոչված 300,000 ադրբեջանցիները իրենց կենսագործունեությունը ծավալեն։ Շուրջ 1250 օր է Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում Ադրբեջանում սկիզբ առած արևմտյան ադրբեջանցիների արշավին, որի վրա միլիարդներ են ծախսվում ամեն տարի, ահազանգում է ադրբեջանագետը։ Փաշինյանի վարչակարգի այս լռության ֆոնին Ադրբեջանում մեծանում է հայատյաց սերունդ, ում սովորեցնում են Հայաստանն իրենց պատմական հողն է, որտեղից իրենց քշել են իրենց ձևակերպմամբ ֆաշիստ ու նացիստ հայերը։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս օրերին ակտիվ քննարկվում են Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, նաեւ Հայաստանի հնարավոր եվրոպական հեռանկարը։ Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը խոսել է Եվրամիության անդամակցության եւ հանրաքվեի անցկացման հնարավորության մասին։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում։ Նաեւ ուզում եմ ասել, որ Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի։ Իսկ որոշումը բնականաբար պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով, որ պահին տեղի կունենա այդ հանրաքվեն, սա էլ է շատ էական հարց, համենայն դեպս մինչև այն պահը, երբ Հայաստանը
չի դիմել պաշտոնապես Եվրամիությանը, Եվրոպական միությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրակրվե անելը անտրամաբանական է, ինչու, որովհետև ըստ էության հիմնավորումը չկա, այսինքն բալանսը ձևավորված չի, որպեսզի մենք ժողովրդին կարողանանք ընտրություն ներկայացնել այս ճանապարհով գնալ, թե մյուս ճանապարհով, այսինքն այսօր այդ ընտրությունը տեսական է եւ տեսական ընտրությունը հանրակրվեի դնել է իհարկե այնքան էլ խելամիտ եւ ճիշտ չէ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը ՏԱՍ-ին հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկայում Մոսկվայում է խորհրդակցությունների համար։ Կոպիրկինին օրերս կանչել են Ռուսաստանի մայրաքաղաք Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար։ Այս պահին տաղավարում զրուցելու է մեդիափորձագետ Նայիրի Հողիկյանի հետ։ Բարի երեկո, պարոն Հողիկյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Քիչ առաջ անդրադարձանք երեք տեղի ունեցած միջադեպին, հարձակում էր տեղի ունեցել, Բախում, բռնություն, հայհոյանքներ։ Կպատմեք, ինչ տեղի ունեցավ երեք, քանի հոգի էին եկել ձեր տան մոտ, դուք ճանաչում էիք նրանց մինչև այդ միջադեպը, ինչ էին պահանջում եւ ինչ խոսակցություն տեղի ունեցավ նախքան Բախումը։ Շնորհակալություն, չեմ ճանաչում տվյալ անձանց, շփում հետները չի եղել, բացառությամբ մեկին, որին այդպես հեռվից հեռու գիտեի, որ ինչ որ անունը Գևորգ է, բայց որևէ տեսակի հարաբերություն չեմ ունեցել այդ անձանց հետ։ Բայց իմացա, երբ եկան հանդիպան, իմացա իրենք ներկայացան որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ եւ միանգամից շատ արագ անցան այդպես սադրանքների, ինձ սկսեցին մեղադրել ինչ որ իրենց դեմ աշխատելու համար, երբ ես հարց եմ տալիս, հա, ես ընդդիմադիր գործիչ եմ որպես այդպեսին, եւ բայց իմ ընդդիմադիր գործունեության մեջ երբևէ ապօրինի ոչինչ չեմ արել։ Այսինքն ինչն է խնդիրը, որ դուք այդպես իրենք հայերեն չգիտեմ, այդ օրենքից դուրս ռուսներն ասում են բեսպրեդել, այսպեսի վարքագիծ էին ցուցաբերում, շատ ակնհայտ էր, որ եկել էին սադրելու, եկել էին իմ տան վրա հարձակվելու համար, եւ իրենք դա չթաքցրին եւ հարձակվեցին, խմբակային հարձակում էր, փաստացի 2 հոգու կողմից հարձակում էր։ Նույնիսկ ես կարծում եմ, որ առևանգման փորձ եղավ, ինչու եմ կարծում, որովհետեւ անդադարում էին դեպի մեքենան իրենց եւ փորձում էին դեպի մեքենան նստեցնել, հա, մոտավորապես այսպեսի մի բան, հայհոյանքներ, սպառնալիքներ, սպանության սպառնալիք եւ այլն, բայց բառերով։ Սա էր եւ հարձակում, փաստացի հարձակում 2 հոգով, բռունցքներով, ոտքերով, ձեռքերով։ Դուք նաև ձեր գրառման մեջ նշել եք, որ տեսախցիկի մալուխը կտրված էր։ Երբ եք հասկացել, որ մալուխը կտրված է, կան կադրեր, որոնք պահպանվել են մինչև վնասվելը։ Տեսեք, ես դրան նախորդ օրը դե պարբերաբար հեռախոսով ստուգում եմ տեսախցիկների նկարահանումը, ինչ վիճակ է, ես տանը չեմ լինում կամ ընտանիքս տանը չի լինում, ստուգում եմ։ Դրա նախորդ օրը, ուրբաթ օրը, այսինքն 1 օր առաջ, այսպես ասենք, տեսախցիկը նորմալ գործում էր եւ այդ ժամանակ այդ հարձակումից հետո որոշ մի կես ժամ 40 րոպե հետո որոշեցի նայել ֆիքս տեսնել ինչ է ֆիքսվել այն որտեղ ուղիղ տեսախցիկի ոնց որ հենց տեսադաշտում էր այդ բախումը տեղի ունեցել զարմանալիորեն պարզեցի որ տեսախցիկը ինտերնետի հետ որևէ կապ չունի օֆլայն է ասացի լավ տեսախցիկի մեջ փոքրիկ չիպ կա այդ չիպը հանեցի չիպի մեջ 0 ինֆորմացիա բացարձակ, այսինքն նախկին նկարահանումը եւս չկա։ Փորձեցի հասկանալ ինչի համար է օֆլայն եւ պարզվեց, որ տեսախցիկի տեսադաշտից դուրս իմ տան անկյունային պատին, որի դիմացը ծառ կա եւ ծառի տերևները փակում են, այդ անկյունում մալուխը կտրված է։
մասամբ կտրված է, այսինքն ինտերնետի հասանելիությունը դեպի տեսախցիկ անջատված է։ Հիմա ես իհարկե չեմ ուզում կոնկրետ մեղադրանք հնչեցնել ինչ որ մարդկանց, ասել այս մարդն է եկել կտրել, որովհետև փաստը չունեմ, բայց ոնց որ շատ զուգադիպություններ կան, դրա նախորդ օրը նման բան, հետո այդ գիշերը, երբ որ դրա, այսինքն այդ հարձակման նախորդ գիշերը մի քանի ժամ առաջ իմ բակում մեծ շուն կա, շունը անընդհատ հաչալ, դարպասի մոտ, այսպես գնալ, պատից պատ իրեն խփել եւ այլն, կինս է զարթնել, տեսել է որ շունը շատ անհանգիստ է, վազվզում է, դարպասի մոտ ինչ որ ձայներ է լսել, բայց դե որևէ մեկի մտքով չի անցնում, թե ենթադրում ենք, որ եկել են եւ ինչ որ մարդիկ այդ իրենց համար ալիբի են ապահովել։ Ձեր ընտանիքի անդամները այնտեղ էին այդ պահին։ Հարձակման ժամանակ տանն էին։ Այսինքն չեն տեսել։ Չէ, չեն տեսել, տղաս դաշնամուր են նվագել, այդ ձայն դաշնամուրի ձայնի մեջ չեն լսել այդ։ Նախկինում նման դեպքեր, սպառնալիքներ եղել են։ Ոչ, սպառնալիքներ, այդ համենայն դեպս այդ մարդկանց հետ չի եղել։ Իսկ ինչ հաղորդում եք ներկայացրել ոստիկանությունն, ինչ արձագանք ստացաք իրավապահներից եւ ինչ ակնկալիք ունեք քննությունից։ Դե խուլիգանության հոդված է դա, ոստիկանությունը շատ արագ արձագանքեց եւ քրեական ոստիկանությունը եւ համայնքային շատ արագ եկան, իրենք իհարկե ընդհանրապես հաղորդումն են վերցրել հանցագործության մասին, ֆիքսել են, ես այդ պահին վնասվածքներով եւ այլն դրանք են ֆիքսել, պատրված հագուստ, այնտեղ այդ տարածքն են ֆիքսել, քրեական ոստիկանությունն է եկել, արձանագրություններ կազմել, բայց արդեն քրեական գործ, երբ որ քննիչները պիտի զբաղվեն, արդեն հարևաններին հարցաքննության կանչելու, ինձ հարցաքննության կանչելու, որովհետև այդ հարցակումը կանխել են, թույլ չեն տվել, ոչ թե կանխել են, այլ թույլ չեն տվել, որ շարունակվի, հարևանները, փողոցի մարդիկ, որոնք հավաքվել են եւ թույլ չեն տվել, որ շարունակվի, այլապես կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Ինչ սպասելիքներ ունեմ, անկեղծ ասած չգիտեմ։ Ես չգիտեմ, ես հասկանում եմ, որ սա քաղաքական կոնկրետ, այսպես հանձնարարություն է իջել ինչ որ մի վայրից, ենթադրում եմ ինչ որ վայրից, որովհետև այդ հարցակումը տարօրինակ կերպով զուգադիպեց մի քանի իրադարձությունների։ Ես քիչ առաջ նայում էի ձեր տեսանյութը, ադրբեջանական այսպես կոչված 300,000, թե ինչ որ, հա, եւ դրա նախորդ օրը, 1 օր առաջ, այդ հարցակումից 1 օր առաջ, դիվանագիտական հիմնադրամի հետ մենք Երևանում իրականացրինք մեծ կոնֆերանս Բաքվից, Սումգայիթից, Նախիջևանից, Գանձակից, Բռնի տեղահանված, Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների հետևանքով տեղահանված ավելի քան 465,000 հայերի իրավունքի վերադարձի առումով գումարած Ադրբեջանին ՄԱԿ-ի քարտուղարության միջոցով ներկայացրինք 73 միլիարդ դոլարի հատուցման պահանջ։ Եվ դա զուգադիպեց Նիկոլ Փաշինյանի կողմից այն հայտարարությանը, որ ով Բաքվի, Սումգայիթի, Նախիջևանի հայերի իրավունքների մասին խոսի, ինձ հետ գործ կունենա։ Իր բառերն եմ ասում։ Եվ կարծես թե զուգադիպեց իր հայտարարությունը, մեր գործողությունները եւ իր հետ գործ ունենալ իր ՔՊ-ի կուսակցության ներկայացուցիչների գործողությունները։ Չեմ բացառում, որ ուղիղ կապ կարող է ունենալ նաեւ նախընտրական շրջանը ընտրություններից մի քանի օր առաջ չեզոքացնելու տարբեր կերպ, լինի դա ֆիզիկական բռնության միջոցով, լինի դա քրեական ինչ-որ հանցագործություններ կարելով եւ այլն։ Այս դեպքը ինչ է ասում Հայաստանի ներկայիս քաղաքական մթնոլորտի մասին ու ձեր կարծիքով այն կարմիր գիծը, որտեղ է այն կարմիր գիծը, որից հետո քաղաքական հակասությունը վերածվում է վտանգի։ Ես կարծում եմ այսօրվա իրականության մեջ կարմիր գծեր չկան։ Ցավոք սրտի չկան կարմիր գծեր։ Դա շատ վատ է, բայց այդպես է։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը անկախ ընտրությունների արդյունքներից կգնա արյունահեղության։ Իսկ եթե գնալու է արյունահեղության, ապա կարմիր գծեր նա չի ճանաչում։ Ինչու եմ ասում անկախ ընտրությունների արդյունքներից։ Տեսեք, եթե ընտրությունները լինեն ազատ եւ արդար, եթե մարդիկ գնան ընտրելու, այսպես թաքցնելով չի, որ ընդդիմությունն է հաղթում։
չեմ ասում այսինչ ընդդիմությունը, այսինչ կուսակցությունը, ընդդիմությունը որպես այդպեսին հաղթում է։ Մենք տեսնում ենք հանրության մեջ լայնածավալ դժգոհություն իշխանությունների նկատմամբ, իշխանությունների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության նկատմամբ։ Բնական է, որ այդ նմանատիպ արդյունքների դեպքում, երբ ընդդիմությունն է հաղթում, Նիկոլ Փաշինյանը չի զիջի իշխանություն, ուղղակի չի զիջի։ Եվ մեզ մոտ կրկնում են Մոլդովայի օրինակը, երբ որ պարզապես հաղթած ընդդիմությանը չեն թողնում գալ իշխանության, եւ այնպիսի իրավիճակ են սարքում, որ արյունահեղություն է լինում։ Իշխանության հաղթանակի դեպքում ակնհայտ է լինելու ընտրակեղծիքների չափազանց մեծ քանակը։ Սա եւս արդեն ընդդիմությունն է իր հերթին արդեն բողոքի ակցիաներ սկսելու, տեսնելով որ ակնհայտ ապօրինություններ են տեղի ունենում եւ ելի իշխանությունը պատրաստ է արյունահեղության։ Պարոն Հողիկյան, խոսենք նաեւ ձեր գրքից 35 վեպը, երբ ու ինչ հանգամանքներում ծնվեց ու սա ավելի շատ պատմական, քաղաքական թե հոգեբանական աշխատություն է։ Այս վեպը երկու հատորով է, ես գրել եմ 2023-ից 26 թվականների ընթացքում, թվում է թե շատ երկար ժամանակահատված է մի վեպի համար, 3 տարի, բայց իրականում պարզապես շատ երկար ուսումնասիրություններ եմ կատարել յուրաքանչյուր դրվագի համար, յուրաքանչյուր նախադասության, յուրաքանչյուր մտքի համար բավական երկար մանրամասն ուսումնասիրություններ են կատարվել, այսինքն օրինակ Ուկրաինայի Իրպեն այգու հայտնի առանձնատունը պարզել, թե դա որտեղ էր այդ առանձնատունը, որ երրորդ համարի առանձնատունն էր, ինչ ամսաթվերով հանդիպումներ են եղել, դրանք պահանջում են երկարատև խորը ուսումնասիրություններ, այդ թվում կապեր, որոնք ամեն մարդ չի կարող ունենալ, այսինքն ստեղծել այդ կապերը կամ փակ ինֆորմացիաներ, որոնք պետք է բացել, ուսումնասիրել մանրամասներ, պատմական, ուսումնասիրել մեմուարներ, այսինքն սրանք երկար ժամանակ են պահանջում։ Վերնագիրը պատահական չի, 35-ը Արցախի 35 տարին է, 1988 թվականից մինչև 2023 թվականը։ Սա այն ժամանակահատվածներ, երբ որ մենք ունեցանք ազգի հերոսական վարքագիծ, ունեցանք ազատագրում, ունեցանք գաղափարախոսական պայքար, ունեցանք մի ազգային զարթոնք, որը բերեց հայրենիքի ազատագրման, բայց դրան հաջորդեց փողի պաշտամունքը, դրան հաջորդեց արդեն մարդկանց եւ տարբեր քաղաքական ուժերի կողմից, որ ինչպես թուրքերն են ասում, հային հող, թուրքին փող, ներողություն, հակառակը, թուրքին հող, հային փող, այս երևույթը սկսեցին գործադրել, հետո գործակալական ցանցերի աշխատանքը Հայաստանում, ինչպիսի երկրների հատուկ ծառայություններ մտան, վեպը ինքը իրենից ներկայացնում է ինչպես պատմական, մարդկանց ցույց է տալիս մեր հայրենիքի հետ կապված, այսինքն սովորեցնում է ճանաչել հայրենիքը, իսկ Նժդեհն է ասում, չէ, դու հայրենիքի հետ ճանաչում ես, դու անպայման կսիրես այդ հայրենիքը։ Այսինքն հայրենաճանաչողություն է առաջին հերթին եւ երկրորդ հերթին փաստավավերագրական է, փաստագրական է։ Ուղղակի ինչու եմ ընտրել վեպի ֆորմատը եւ ոչ թե, չգիտեմ, օրինակ դոկումենտալիզմի, որովհետեւ վեպը շատ ավելի հեշտ է ընթերցվում, ավելի հասանելի է եւ կարծում եմ, որ սա շատ ավելի շատ ապագայի ընթերցողի համար է, այն առումով, որ կանցնեն տարիներ, մի քիչ ավելի հեռվից ավելի պարզ է ամեն ինչ երևում, թե ինչ տեղի ունեցավ։ Իսկ ձեր կարծիքով 35-ը պատմում է ավարտված պատմության, թե դեռ շարունակվող գործընթացի մասին։ Վեպը ավարտվում է թեպետ 2023 թվականով, բայց վերջին երկու էջը հաջորդ 15 տարվա մասին են, 23 թվականին հաջորդող 15, մինչև 2035 մոտավորապես, այն առումով, որ աշխարհի վերաբաժանումը դեռ չի ավարտվել, դեռ շարունակվում է, ինչպես մերձավոր արևելքում, հեռավոր արևելքում, Եվրոպայում, ամենուր 6-րդ աշխարհակարգը շարունակվում է։ Եվ վեպը ամբողջությամբ ավարտվում է այն բանով, մտքով, որ ոչինչ դեռ չի ավարտվել եւ նույնիսկ ավարտվելուց հետո էլի դեռ չի ավարտվել, որովհետեւ այսինքն տալիս է մարդկանց այն գաղափարը, որ հիմա որ կան չէ, մարդիկ ասում են խաղաղություն, խաղաղ ապրենք, հանգիստ ապրենք, այն գաղափարն է տալիս, որ
եթե դու այս աշխարհի երեսին ուզում ես հանգիստ ապրել, ուրեմն դու միշտ պետք է պայքարես այդ հանգստության համար։ Երբեք չի լինում, որ դու, չգիտեմ, նստես, ոչինչ չանես, լինես պարազիտ, միայն ասենք զբաղվես որպես այսպես սպառող, հա, միայն սպառողական մտածողությամբ դու երբեք ոչինչ չես ունենա։ Դու կունենաս ուղղակի դու հանգիստ չես ունենա։ Վեպը ցավոտ է, շատ ցավոտ է, ավելի շատ ցավ կա մեջը։ Իհարկե մարդիկ, որ կարդում են, իրենք տեսնում են այն, ինչ ունեցել ենք եւ ինչ ունենք, նաեւ ցույց է տալիս ինչ ունենք այսօր, բայց նաեւ մարդիկ սկսում են մտածել, որ այն ինչ ունենք, սա էլ կարող ենք կորցնել, եթե շարունակենք այդքան պարազիտ լինել։ Շատ շնորհակալ եմ, պարոն Հողիկյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, ես զրուցում էի մեդիա փորձագետ Նայիրի Հողիկյանի հետ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 21-ին։